Ով է Հայաստան ներկրելու ադրբեջանական նավթամթերքը։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը հայտարարել է, որ դրանով պետք է զբաղվեն մասնավոր ձեռնարկությունները։ Ադրբեջանական Սոկարը պետական նավթային ընկերություն է, որն ունի բենզալցակայանների ցանց Թուրքիայում, Վրաստանում, Ուկրաինայում, Ռումինիայում, Շվեյցարիայում եւ Ավստրիայում։ Սոկարն Ադրբեջանում եւ Թուրքիայում ունի սեփական նավթավերամշակման խոշոր գործարաններ։ Ելնելով քաղաքական եւ տնտեսական շահերից, Սոկարին ձեռնտու է ապագայում Հայաստանում տարածել սեփական բենզալցակայանների ցանցը։ Նորմալ է, եթե դա կլինի էժան եւ որակյալ, ապրանք եւ ծառայություն, վատ չէ։ Ես դեմ չեմ, որպեսզի հայկական շուկայում վաճառվի ադրբեջանական կամ թուրքական ցանկացած որակյալ ապրանք։ Եթե մեր տեղական լոլիկն ու կանաչին, միսն ու միրգը ցածրորակ եւ թանկ է, չպետք է այն գնել, հերիք է կեղծ հայրենասիրություն խաղալով թունավորել սեփական ազգը։ Բայց այստեղ ֆունդամենտալ սպառնալիքը այն է, որ Հայաստանը պատրաստ չէ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բաց սահմաններ ունենալուն եւ ազատ առևտրին։ Մեր տնտեսությունն ու ողջ պետական, վարչարարական համակարգերը շատ արագ կփլուզվեն, ինչին կհաջորդի մյուս համակարգերի փլուզումը, այդ թվում բանկային, դատական եւ այլն։ Հարևանություն անելն ու խաղաղությունը լավ բաներ են, բայց արժանապատիվ եւ փոխշահավետ հարևանություն անելու համար պետք է ներքին ամրություն ունենալ։ Կասկածից վեր է, որ ադրբեջանական նավթամթերքը առաջին փուլում կներկրվի իշխանամետ օլիգարխիայի միջոցով, գուցե համատեղ միջազգային ընկերության անվան տակ, որը հետագայում կկլանվի Սոկարի կողմից եւ մեր վառելիքի շուկայում կունենանք ադրբեջանական մոնոպոլիստ, որի հետ ոչ մի ներկրող մրցակցել չի կարող։ Մեր վարչարարության որակը ամոթալի վիճակում է։ Պետական կառույցները, թիմերը, իրավապահ եւ դատական համակարգերն այն վիճակում են, որ ում գրպանը մանատ կոխեն ծախվելու են։ Հերիք սուտ հայրենասիրություն, արևմտամետություն եւ ռուսամետություն խաղաք։ Մենք այս վիճակում պարտվելու ենք ցանկացած խաղում։ Որոշ իդիոտներ իմ խոսքերն ընկալում են որպես հոռետեսություն կամ ֆանտազիա, բայց իդիոտների կարծիքը ոչինչ չի փոխի։ Facebook-յան իր էջում գրում է Արա Արայանը։